իրանց շատ լավ 10,000 ավելանում է թոշակը առողջության ապահովագրության շահառուի հետ Աստված տա ձեզ առողջություն բայց եթե հանկարծ մի հատ խնդիր ունենաք առողջական դուք չեք մտածելու որտեղից փող ճարեմ կառավարությունը այդ թվում այդ փողերով ձեր հարցը լուծել է այդ իրանց փող բա որտեղից է օդից անգել այդ փողը օդից անգել այդ փողը եթե ես նորմալ չսնվեմ նորմալ կենցաղ չունենամ եկա հիվանդանամ էլ չէ դրա համար տեսեք մենք համար հարկավոր է կանխել հիվանդությունը ոչ թե դրա համար տեսեք 2018 թվին երբ որ հեղափոխությունը եղավ Դիշերով եկա դատարանի մոտ ձեր հարցին եմ պատասխանում ձեր հարցին եմ պատասխանում մենք նվազագույն թոշակը Հայաստանում 18000 դրամ էր որը նվազագույն սպառողական զամբյուղից պարենային զամբյուղից էականորեն պակաս էր մենք եկան առաջի քայլով թոշակը չէ հիմա պակաս չի կներեք պակաս այդ հաստատ պակաս չի այսօր առավել եւս հիմա ապրիլի 1-ի դրությամբ մենք կարող ենք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետությունում սոված թոշակառու բացառվում է։ Հա կարա այն իր ամենա ճոխ ձևի չէ։ Նորմալ սնվի մարդը։ Սպարո մենակ սնունդը չի։ Մարդու մենակ սննդի հարցը չի։ Կոմունալներով բանով մենք ապրիլի 1-ից Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թոշակը միջին կենսաթոշակը համապատասխանում է սպառողական զամբյուղին։ Ու դա գիտեք ինչի։ Էսա վերջինն ու դա այդ բոլորի փողերը, որ միջև մի գնում էր իրանց գրպանը, այդ փողերը հանել ենք, բերում ենք, մտցնում ենք պետական բյուջե եւ մտցնում ենք ձեր գրպանը։ Ինչի 10000 ոչ թե 30000, որովհետեւ Հայաստանում 600000 այդ կատեգորիայի մարդ կա, թոշակառու, նպաստառու եւ այլն։ Բայց ասում եմ, այդ մենակ 10000 դրամով ավելացնելու համար մենք $200 միլիոն այս տարի լրացուցիչ կծախսելու ենք։ Տիկին Ավանեսյան, մենք բանի ապահովագրության համար ինչքան լրացուցիչ բյուջետային միջոց տրամադրեցինք այս տարի 40 միլիարդից ավել։ 40 միլիարդից ավել, այսինքն ավելի քան $350 միլիոն մենակ մենք այս տարի լրացուցիչ թոշակառուների համար $350 միլիոն դուք մի տարվա մասին է խոսքը։ Մենք լրացուցիչ թոշակառուներին ֆինանսավորում ենք տալիս մենակ այս երկու օրվա։ Մաները այդ պրեմիաները մի քիչ չլինի չէ շատ կարևոր մսի կտոր ուտենք շատ կարևոր հա նախ մսի կտոր դուք կարակ ուտեք ապրիլի 1-ից թոշակը ձեր այդքան է երկրորդը այս մենք ասում եմ չէ մաֆիայի դեմ ենք պայքարում մեր պաշտոնյան պետք է այնքան վարձատրվի որ մաֆիան այդ պաշտոնյայի վրա ազդելու եւ այդ պաշտոնյայի խոցելիությունները օգտագործելու մեր պաշտոնյային իր ջեբը չկարողանա գցի։ Սա շատ կարևոր բան է, որովհետեւ առանց դրա մենք թոշակը ես էլի համամիտ եմ, որ պետք է ինձնից չէ, պարոն Աբելյան, տեսեք ինչ է տեղի։ Հələ տեսեք էլի մենակ մի բան էլի խնդրում 15 տարվա թոշակը տեսեք, չէ տեն չի։ Մենք տեսեք, մենք բանի ուրեմն կատարողականի պարոն Աբելյան, մենք կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության համակարգը ներդրել ենք 2026 թվականի 25 թվականի առաջին կիսամյակից։ Հələ խնդրում եմ շատ ուշադիր ես պահ։ Ուրեմն 2025 թվականի դրությամբ եւ միջազգային եւ տեղական կազմակերպությունները Հայաստանի համար կանխատեսում էին 5.1% աճ։ Կանխատեսում էին 5.1%։ Մենք այդ համակարգը ներդրեցինք 2025 թվականի արդյունքներով մեր տնտեսական աճը եղավ 2% ավելի։ Դրա արդյունքում մենք թոշակները կարեցանք բարձրացնենք $200 միլիոն։ Հասկանում եք, սրա մասին է խոսքը։ Բայց ես ձեր հասկանում եմ, ամփոփելով ժողովրդի չէ որ ժողովուրդը ասում գիշերով մենք հելանք եկանք։ Ես ձեզ չեմ հակաճառում։ Ես ձեզ չեմ հակաճառում։ Մոմենտով ես ձեզ չեմ հակաճառում։ Ժողովրդին մի աշկով չի պետք նայել է պետք, որ ժողովրդի կաշին ոսկորն է մնա։ Ես ժողովրդին մի աշկով նայողն եմ։ Ընդհանրապես եմ ես ասում, ընդհանրացնում եմ ես ձեզ չեմ հակաճառում, ես ձեր ասածները ընդունում եմ մի գիտություն։ Եղավ։